Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին կզրուցենք ազատամարտիկ Կորնիձոր ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանի հետ։ Պարոն Խուդավերդյան, ազատամարտիկների դաշինքը խոսում է այն մասին, որ ազատամարտիկներն իրենք պետք է պայքարի նոր փուլ սկսեն, հանրահավաքներ իրականացնեն եւ պետք է նոր դեմքեր լինեն եւ ոչ թե այնպիսի դեմքեր, որոնք արդեն իսկ հոգնեցրել են, հանրությանը։ Եվ ըստ ձեզ ազատամարտիկների պայքարը ինչի կարող է հանգեցնել եւ ազատամարտիկները կարող են նաեւ քաղաքական շեշտադրումներով պայքար իրականացնել։ Ուրեմն այսպես կոչված քաղաքական ոհմակային ռեժիմը, որը որ բերեց դաշտում անվանազրկեց անունները, բարոյազրկեց քաղաքական իմիջները, քաղաքականությունը սարքեց զերո եւ դաշտում ներմուծեց կրիմինալը, փնթի կրիմինալը որպես առաջնային դեր, ազատամարտիկների դերը այսպես թե այնպես հանրության մեջ եւ բոլոր շարժերի ժամանակ երևացել է այնքանով, ինչքանով անհրաժեշտությունը եղել է, բայց երբ դիտարկում ես, որ պետք է ազատամարտիկը ստանձնի քաղաքական պայքարը իր ձեռքը վերցնելով լրացնի քաղաքական ներկապնակը, դա ես չեմ կարողանում հասկանալ, եթե կան մարդիկ, որոնց որ մեկ կամ երկու տեղ են խոստացել պարլամենտում ինչ-ինչ եղանակներից ելնելով, թող ուղղակի խաղի կանոններ փոխեն պայքարի, բայց ոչ ազատամարտի մասնակից տղաներին եւս մեկ անգամ դաշտ հանելու, դաշտից նորից հետ քաշելու, չէ որ տղաները օր-օրի գնալով սնանկ են, իսկ մյուսները, ովքեր որ թելադրում են խաղը, նրանք բազմել են փողերի, հողերի վրա եւ եղունգի ծերով կարողանում են մենակ իրենց կերած մսերը ատամների արանքից հանել։ Կարծում եմ ավելորդ թե եւս մեկ անգամ ազատամարտիկը, որը որ դեռ բուժում է իր վերքերը, վերադարձնել թատերական հրապարակ, այն էլ պատասխանատու տանող ավանգարդի կարգավիճակով։ Այսինքն ըստ ձեզ ազատամարտիկները չեն կարող իրենք process սկսել եւ process-ը միջև վերջ տանել։ Ուրեմն ազատամարտիկների process-ի պրոցեդուրան մենք տեսանք Սասնա Ծռեր կազմակերպության գործընթացը, որը կարող էր ավարտվել օր ու կեսվա մեջ, երկարաձգվեց 3-ից հետո 15 օր, եւ 15 օր ինչ որ միշտնորդ անհատների ներմուծելով մարդիկ ոտից եւ հետույքից վիրավորվելով հանձնվեցին։ Եթե ազատամարտիկները մտնեն պայքարի մեջ, կյանքը ապացուցել է Ժուկովը, որը որ լեգենդար հրամանատարն էր եւ կրեց երկրորդ համաշխարհայինը, բայց կրվեց Չիբուրաշկային Ուկրաինայի, որը այդ ժամանակ ներկայացնում էր Խորհրդային Միության ղեկավար։ Չէ որ ազատամարտիկների մեջ մենք չունենք քաղաքական ինտելեկտով զարգացած այն մասան, որը կարողանա քաղ-խորհուրդ ձևավորել եւ տանել բոլորը քաղաքական հենքի վրա, առանց քաղաքական կազմակերպության անդամ լինելով։ Խաչը մերնազորությունը լավ գիտենք։ Իսկ եթե պետքա մի քանի հոգու համար ավելի լավ է այդ մի քանիսը այս գլխից տրվեն այն մի քանիսներին, որոնք որ իրենց մոտ ընդունում են բաց դռների քաղաքականություն ունեն եւ ասում են մեր հաճախորդն է։ Եվ վերջ տանք ամեն մի ավելորդ երևույթներին։ Այսինքն առանձին ազատամարտիկներ իրենց շահերն են հետապնդում։ Նաև դա կլինի, որովհետև եթե բազմությունը բաղկացած է անհատներից, իսկ խելոք անհատները միշտ ուղղորդում են շարժումը անհատական նպատակները իրականացնելու համար, չի բացառվում նաև լինեն որոշակի խելոք ազատամարտիկների շարքերում մարդիկ եւ կարողանան այդ ուժը, նվիրյալ ուժը օգտագործել սեփական շահերի կամ սեփական կարիերայի համար։ Եթե հիշում եք, Եռաբլուրում կրկին ազատամարտիկների հավաք էր եղել, որտեղ եւս նշում էր, որ ազատամարտիկները պետք է սկսեն իշխանափոխության գործընթացը, հանրահավաքներ իրականացնեն եւ այլ, մինչեւ այսօր տեսանք ինչ եղավ, եւ նաեւ Սասնա Ծռերի գործողությունն էլ տեսանք, որոշակի առումով այնտեղ մեծամասամբ, այսինքն նաեւ ազատամարտիկներ էին, բայց այնուամենայնիվ հասարակության մեջ կրկին որոշակի հիասթափություն կա, նշելով, որ այդպես էլ փոփոխություններ չեղան։ Դժգոհ է հանրությունը, դժգոհ է հասարակությունը, անչազուրկ է ժողովուրդը, օրհասական է որևիցե բան փոխելու, դա կլինի կադրային փոփոխություն, թե համակարգային փոփոխություն, այդ փոփոխությունները 1 րոպե առաջ անհրաժեշտ են օդ ու ջրի պես հայոց աշխարհի համար։ Եթե ոչ, ապա
կիսամուսուլմանական հնգյակը եւս մի անգամ կմտածի ինչպիսի ոտնձգություն անի եւս մեր հանդեպ, հայոց աշխարհի հանդեպ, հայոց պետականությունը փլուզելու եւ հայից լիարժեք կուլտուրական գնչու կերտելու արվեստին տեսնելու։ Սասնա ծռերի գործողություններին ինչպես եք վերաբերում, որպես ազատամարտիկ, ինչ կասեք տղաների արարքների վերաբերալ, այնուհետև նաև հանձնման, հա։ Թույլ տվեք ողջունեմ ես տղաների գործունեությունը, տղաները դա պայքարի վերջնական ճիճն էր, որը որ արգելափակման բոլոր պատնեշները ճեղքելով կարողացան ցույց տալ, որ գոյություն ունի նաև զինված պայքարի մոտիվացիան, բայց գործը կիսատ մնաց։ Տղաներին բացակայեց 3 բան։ Ես չգիտեմ նրանք ինչպիսի խորհրդակցություն անցկացրեցին, նրանք վերցնում էին 3 հատ մեքենաներ եւ այդ 3 մեքենան հայտնվում էր Բաղրամյան 26-ում։ Պահանջը դրել էին հրաժարականը, պահանջում էին հրաժարականը եւ ստանում էին այդ։ Պետք է նույն գործողությունները կատարվեին ինչ ՊՊՑ գնդում Բաղրամյան 26-ում։ Այո, միանշանակ, եթե խանգարողը տեսնում էին Բաղրամյան 26-ն, վիշապի գլուխը կտրում են այնտեղ, որտեղ վիշապը փակել է ջրի ճանապարհը։ Ոչ թե վիշապի պոչն են մաքրում, որը որ անգամ չի խանգարում անցորդին։ Դրա համար տղաների քայլը ողջունելի էր, իսկ որ կիսատ մնաց, ժողովուրդը հիմա կարող է եւ դատապետի, եւ դատապարտի տղաների գործունեությունը, եւ կարող է ողջագուրվի, որ գոնե ինչ որ պահ գտնվեցին մարդիկ, ովքեր զենքով փորձեցին իրավիճակ փոխել, բայց Հայաստանում եթե դատապարտված է բոլոր տիպի պայքարի ձևերը, ուղղակիորեն Հայաստանում մոտ ապագայում մենք կարող ենք սպասել ինքնաբուխ զինված բախումների պետական բարձրագույն այրերի հետ։ Եթե դա Սասնա ծռեր գործունեությունը, եթե վերցնենք անթելադրելի էր եւ պարփակվեց այդպիսի կարգավիճակով, ուրեմն կանդրադառնանք մի այնպիսի քաոսային իրավիճակների, որ կլինի անկանխատեսելի, անուղղորդելի եւ անվերահսկելի։ Հետո կկանգնեն կգոռան, որ դրսի ուժեր, ներսի ուժեր, չգիտես եսի ինչ, բայց իրականում հանրապետությունում իրավիճակը պատեի անպատեի առիթներով հանձինս երբ լարվում է Ղարաբաղի ադրբեջանական եւ Ղարաբաղյան հարցի հիմնահարցի լուծման խնդիրները, չգիտես թեխի Հայաստանում սկսում է անկանոն դեպքերի զարգացումները։ Եվ այդ զարգացումները տաստված բերի հեղաշրջման լավագույն տարբերակին, որպեսզի ձերբազատվենք եւ ռեժիմից եւ ռեժիմակիրներից։ Հողերի հանձնման մասին հիմա էլ շարունակում են ահազանգել, նշում են, որ արդեն իսկ պայմանավորվածություններ կան հողերի հանձնման վերաբերյալ, չնայած նրան, որ Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո տեսանք նաև կային վերլուծաբաններ, որոնք նշում են ըստ էության հանդիպումից հետո արված հայտարարությունը Սերժ Սարգսյանի խոսում էր այն մասին, որ հողերի հանձնման հարցը ժամանակավորապես փակվել է։ Ոչինչ ժամանակավորապես չի փակվի, գույք պարտքի դիմաց տարբերակն է, եթե Վերես լուծում աշխարհում ինչպիսի պատերազմներ են եղել եւ պատերազմների արդյունքում ներդրած պետությունները իրենց մասն են պահանջել տվյալ կրված պետությունից, նույնը Ղարաբաղի հարցում է մոտեցումը։ Ղարաբաղի հարցում կա հետեւյալը, որ մենք հող չունենք ծախելու եւ տալու, գույքի դիմաց, պարտ գույքի դիմաց չունենք տալու։ Իսկ մարդիկ ում ձեռը վրա ընկավ Հայաստանը գույքի դիմաց պարտք հանձնեցին Ռուսաստանին, նույն տեմպով փորձում են անել դա իրանց այս անգամ չի լինի, չի տրվի։ Այսինքն այդ ժամանակահատվածում արդեն իսկ ազատամարտիկները ընդհանուր ոտքի կկանգնեն, հա, այստեղ արդեն քաղաքական խնդիր էլ միայն չէ, հա։ Ինքնաբուխ պորտկում, ինչպես եղավ սահման մեկնելը ապրիլյան դեպքերի ժամանակ։ Ու Աստված չանի, երբ այդ իրավիճակը դառնում է որոշակի ուղղորդելի հարգված անհատների կողմից, դրա արդյունքը միշտ լինում է հաղթանակը։ Անկախ թե դեմը ինչ պետություն կկանգնի, թե ինչպեսի զոր կկանգնի։
Մենք տեսնում ենք հիմա գործընթացները պասիվացել են, Ազատության հրապարակում հանրահավաքները եւս նախկին թափով չեն ընթանում։ Ինչ պիտի անել, որպեսզի Սասնա Ծռերի գործողությունները հաջորդական լինեն, ոչ միայն զենք վերցնելու մասով, այսինքն հարցը նրանում է նաեւ, որ քաղաքական հանգուցալուծում ստանան։ Ուրեմն պետական ուղղորդող քաղաքական կազմակերպությունները եւ անհատները պետք է խելքի գան եւ քաղաքական կուրսը պայքարի ինտելեկտուալ առումով բարձրացնեն, որպեսզի չերքեն ավտոմատները, երբ կրակում են ավտոմատները, լռում են օրենքները։ Դա անգամ մենք հասկացանք Սասնա Ծռերի թեթևակի օպերացիա գործողություն կարգախոսի մեջ, երբ տղաները ուղակի ներս մտան ու 15 օր շրջեցին այդ պլացում, բայց ամբողջ մի պետություն ուշադրությունը բևեռած, ինքը սկաց, ուշադրությունը բևեռած, սևեռած, չգիտես ինչով էր զբաղված։ Երբ սկսեն ավտոմատները լայնածավալ ներսում հնչել, այդ ժամանակ օրենքները կդադարեն գործելուց։ Այսինքն չեք բացառում, որ ավտոմատները ներսում, ինչպես դուք ասացիք, լայնածավալ կսկսեն հնչել, Կրակոցում։ Ես անգամ դա տեսնում եմ, որ պետականորեն են դրդում դրան, երբ քեզ չեն տալիս պայքարի ուղի, պայքարի մեթոդ, պայքարի ձև, գոնե կարողանաս քու պայքարում տեսնես հաղթանակի ելակետ, անգամ փոքր գործունեություններում։ Եվ նրանք ամենտեղ, տեսեք օրինակ մենք վերցրինք օրենք ազատամարտիկի մասին, երբ մենք ինչ էր պահանջվում, օրենք, պատվովճար եւ պատերազմի մասնակցի մասին օրենքը, փոխարենը նրանք բռնին Վալոդիային դատեցին, ստատուս քվո տվեցին երկրապահին, բայց չէ որ ամեն մարդ չի ընդունում երկրապահի գոյը, ամեն մարդ չի գնա մտնի նրա թրի տակ, ամեն մի քաղաքացի պարտավոր է ունենալ օրենքի ապահովություն, հանձինս պատերազմի մասնակցի մասին է խոսքս, ֆինանսականը ապահովի, տնտեսականն ապահովի, օրենքի եւ սոցիալականը ապահովի։ Բայց ինչ արեցին, բերեցին կոստյում շալվար կարեցին երկրապահի վրայով ու մոռացան երկրապահի մասին, բայց երբ պատերազմը արդեն շեմին էր, 4 օրն անցել էր, տակից վերևից զանգերով եւ ամեն ձևի տղաներ կռիվա, ինչ եք անում, խեղճ տղաները զաքս չեն ընկե պատերազմի հետ, ուտելուց կանչեք, չալաղաջին կանչեք, որ իմանա այս չալաղաջը պահելու համար, որ սեղանից մարդ չպակասի, գնամ ձեր այրունը պահեմ։ Բայց չէ, վայ խառաշո, վույ պլոխը, դուք աշխատեք տվեք մեզ, վայ այնտեղ կռիվա, դե գնա հիմա էլ կյանքդ տուր, չէ, չի լինի այդպիսի բան։ Դուք պարտավոր եք, ոնց ուտում եք, անենց է տրվեք պատերազմին, նահատակվեք երկրի պետության ոտքերի առաջ։ Դա միանշանակ, դա եթե կհանձնվի Աստված չանի, հողի հանձնման պրոցես լինի, հանձնող կատեգորիան անգամ 7 պորտ գերեզմանը չի հասցնի փախցնել, կպղծվի նրա 7 պորտը անգամ, նրանք կմնան անհիշատակ մեռելների կարգավիճակին, նրանք հողի վրա ոչ ավյուն ունեն, ոչ այրուն ունեն դրած, ոչ է գումար խաղան այդ կտոր հողի վրա, մենք ենք ձեռք բերել, մեր կյանքի, մեր ընկերների, մեր այրան, հայի բռունցքի եւ քրտնքի հաշվին, կորցրել ենք ամեն ինչ, ձեռք ենք բերել դա, հպարտ ենք, որ հայ ենք, բարձրացրել ենք հայի գոյա աշխարհում եւ քրիստոնեայի վայելքը։ Գաղութացման հարցերն ինչպես պետք է լուծվեն, Վարուժան Ավետիսյանը խոսում էր նաև ապագաղութացման վերաբերյալ, այսինքն պետք է գաղութացման վտիտակից դուրս գալ։ Օրինակ ես բոլոր ժամանակներում, եթե հիշում եք, դեմ եմ եղել անգամ Մաքսային Սայուզին։ Ինչի համար, երբ քեզ ընդունում են Չ կլասի կարգավիճակի, որտեղ ոչ հույր ես, ոչ հարս ես, ոչ խնամի ես, ոչ խոսք ասող ես, ոչ զիբիլ թափող ես, այլ նվաստ ճիզվիտի մեկն ես այդ կարգավիճակում, ավելի լավ դու այնտեղ գոյություն չունենաս։ Երբ հետդ կխոսեն հավասարը հավասարի անկախ հզորության եւ ոչ հզորության կարգավիճակով, որպես պետությունը պետության հետ, այդ ժամանակ դու անգամ Մոզամբիկի հետ համագործակցիր, որտեղ քո խոսքի պետությանը դերը կերևա։ Տեսեք,
Միշտ ասվում է հասարակությունը արժանի է այն իշխանավորներին, որոնք կան, հա? Նաև իշխանավորները մեր հասարակության արտացոլումն են, նաև մի մասնիկը։ Ինչ պիտի անի հանրությունը, հասարակությունը, ինչ պիտի անի։ Հիմա շեշտը շատ է դրվում հատկապես երիտասարդների վրա, նշելով, որ նախաձեռնությունն իրենց ձեռքը պետք է վերցնեն։ Ինչ անել այս իրավիճակում։ Ուրեմն երիտասարդների ակտիվությունը ողջունում եմ, դա շատ հաճելի է։ Երիտասարդների ակտիվության հետ խելոք չվարկաբեկված անհատները պետք է ուղղորդեն երիտասարդներին։ Պետության եւ իրավունքի տեսության նորմերի կարգավիճակով, որպեսզի դա չնմանվի շարժում բաշիբոզուկային կամ շարժում թալանչիական, որովհետեւ ամեն դեպքում երբ մի բանի հանդեպ ոտնձգություն կատարելով թեկուզ պահանջում է պահնա քեզանից պահանջում կատարում ես դա, դրանից հետո սկսում է ոտնձգությունները թալանը, ինչքան վատ process-ներ կան զարգանում են, որպեսզի դա չլինի, պետական այրերը պարտավոր են դաշտը բացելու քաղաքակիրթ եղանակներով պայքարին։ Եվ թող 3 քայլ հետնահանջ անեն իրենց ձեռքբերումներից, որպեսզի մարդը չտեսնի մենակ օր հասականը ջեպկիրության լեսբիով գրպան կտրի տան երեխա պահելուն, ոչ, ստեղծեք պայմաններ, որ գողն անգամ չգողանա, գողացողը անգամ չգողանա, իսկ դուք անում եք այնպես, որ չգողացողը գողանա, որովհետև մեղադրես չես կարում երեխենա սոված կամ ինքնասոված, իրավիճակի մեջ իրավիճակ է ստեղծվել, իսկ ձև չունի մարդը, եղանակ չունի, որ դուռ թակի ու այդ դուռը բացվի իրան ու աջակցի։ Եթե չկա դա, արդեն ինքը պետքա որոշի, ինքն էլ ունի մի եղանակ, ջարդեմ, տանեմ։ Շուրտամ մեջից վերցնեմ են ինչը վատ անգած։ Դա պետականորեն պետքա գալուստները, Բաղրամյան 26-ը, վերլուծական բոլոր համակարգերը եւ նրանք, ովքեր որ տեսնում են օրենքը փայտիկի ծայրին եւ փորձում են ուժի, գերհզոր ուժի միջոցով մարդկանց խեղդել, թող չտեսնեն դա։ Ապրիլին դուք սահման չեք գնացել, նշելով, որ թող օլիգարխները եւ նրանց զավակները սահման գնան։ Ընդհանրապես, ապրիլյան իրադարձություններից հետո փոփոխություն տեսնում եք, դասեր քաղել ենք։ Ոչ, կասեի ավելի վատ։ Ավելի վատ կասեի, քանի որ Բակո Սահակյանի մամուլի խոսնակը մի հատ այս վերջերս հոդված Facebook-ում աչքովս անցավ, դրսի կալբաս ուտողները թող չասեն ինչ անենք։ Հետաքրքիրը կայանում է նրանում, վայ խառաշո վույ պլոխը ստեղ իսկն տեղին է ասելը։ Պատերազմը 4 օրն ավարտվելուց հետո, երբ արդեն կամավորականներով էին ապահովում սահմանագից, ոնց որ պարտադրված կարգավիճակով դրված լիներ աշխարհի բոլոր հայկական համայնքների վրա, թե ուղարկեք, ինչ ուզում եք ուղարկեք, դոլար ուղարկեք, ռուբլի ուղարկեք, շորեր ուղարկեք, փողեր ուղարկեք, ու այսօր դարձան կալբաս ուտողները իրավունք չունեն խոսք ասելու, ոչ, տղա ջան, մուզիկա պատվիրում է գումար տվողը, դուք այսօր շարժվում եք այդպես։ Բարի եղի կանոնները քո հանդեպ էլ մի խախտեք։ Եթե դուք վերցնում եք ինչ-որ մեկի ձեռից փողերը ու այդ տվյալ կազմակերպությունը կլինի, անհատը կլինի, թե համայնքը կլինի, ինչ-որ բաներ են ձեզ գրավոր, բանավոր կամ հեռախոսազանգային ասում, բարի եղեք մարսեք ու իմացեք, ում շատ տալիս են, նրա գլխին շատ թակում են, իսկ դուք պարտավոր եք թակվելու, այնքանով, որքանով ճանապարհաշինության համար հավաքում էիք, կռիվն եղավ անցավ, փողերը հավաքեցիք, ու ասում եք տվեք ծախսենք, ով եք դուք, ծախսեք, Բերձոր սարքեք, Բերձորյան դեպքերը, նույն ձև վերաբերվեցիք ձեր փող տվողներին, ով եք դուք, հայալեզու այլ մոլորակայիններ, թե ոնց հասկանանք, թե սովորեք բռից ուտել, խորխել բռի մեջ։ Իսկ հայաստանյան իշխանությունները, հայաստանյան հասարակությունը։ Հասարակությունը առանձնացնենք իշխանություններից, իշխանությունները նայում են, թե վերին օղակում առաջին դեմքը ինչպիսի
կեցվածք է բռնում ու բոլորը աշխատում են պահել այդ կեցվածքը։ Հայաստանի իշխանությունները չեն տարբերվում Ղարաբաղյան իշխանություններից։ Ես տեսնում եմ նույն ուրվագիծը իշխանավորների մեջ, իշխանապահության առումով, թալանչիության առումով, վերաբերմունքների առումով, իսկ խեղճ հանրություն ինչ անի, անգել եմ փոսը, հողը տալիս եմ գլխիս, բայց ոտերից տակ չի բարձրանում փոսից դուրս գամ։ Հիմա մեր հանրության կարգավիճակը այդպիսին է։ Հուսալ որևիցե այլ տերությունների, այլ պետությունների կողմից երաշխիք մեզ փրկելու հանելու սուտ է։ Մենք պետք է հույսներս դնենք մեր վրա։ Այս վերջերս, ինչպես Մանուչարյան Աշոտը ասեց միտինգներից մեկում, դրսում հնարավոր է ծնվի ուժ, որը որ կարողանա արդեն շարքից հանել Հայաստանին խոչընդոտող օլիգարխներին, պետական իշխանավորներին, падգամավորներին։ Այ հնարավոր է այդպիսի դեպքեր զարգանա, քանի որ երիտասարդությունը արդեն անկախության տարիների երիտասարդությունն է, եւ նրանք օրինակը վերցնում են հրական պետության կառուցվածքային փոփոխության եւ վերածնունդը ինչպես կայացավ, ինչպես իրենց դրսի Մասադը ստեղծվեց Ամերիկայում, վերացրեց իրենց խանգարող օլիգարխներին եւ որից հետո տեղափոխվեց Մասադը որպես այդպիսին վարչություն Իսրայել ու դարձավ գործող հետախուզական վարչությունը ու իր գործողությունները առ այսօր կատարում է Իսրայելը դարձավ պետություն, դարձավ արաբական երկրների մեջ գոյատևող եւ թելադրող պետություն։ Ինձ թվում է երևի նման բան Հայաստանում կլինի, եթե մենք ներսում բոլորս արդեն վախեցած ենք ու չունենք թուրք կեցակի մասին անգամ երազելու կամ մտածելու կամ ցույց տալու վարկածները, այդ պատժեշկեն կունենանք մեզանից ծնված այն հայությունից, ովքեր դրսերում են եւ ազատ ոգով ավելի շատ մեծացան, չտրվեցին ֆինանսի հոգեբանական ճնշմանը, որ ուղեղի առաջ մենակ փողը, հացը, փողը, երեխու ստամոքսը կարգախոսը լիներ, ու երևի թե այդպիսի կարգավիճակ մենք կունենանք։ Ու եթե լինի, ես ինքս էլ կմասնակցեմ այդպիսի կարգավիճակին, որպես փորձս ներդնող։